Բարև ձեզ հարգելի հետևորդներ։ Այսօր մեր տաղավարում հյուրընկալել ենք Արամ Մարտիրոսյանի հետ միասին մեր բոլորիս կողմից սիրված եւ հարգված Սուրեն Սուրենյանցին, Բարգավաճ Հայաստան կուսակցության կողմից падգամավորության տեխնացու։ Բարի գալուստ։ Շնորհակալ եմ, սիրով։ Այսօր ձեր թույլտվությամբ հարգելի Սուրեն ինձ կօգնի հարցերում Արամը մեր Մարտիրոսյան, դուք իրար հետ ծանոթ եք։ Այո, Դրա համար ես որպես առաջին անգամ հարց տվողի հաղորդավարի առաջին հարցը խնդրեմ, Արամ ջան, դուք տվեք։ առաջին հարցը ես տամ։ Սուրենյան ջան, ես ասենք թե եղել եմ ձեր քարոզարշավների բանի, ես չեմ տեսել դες մենակ հերոստատեսությամբ։ Ո՞նց եք կարծում, օրինակ դուք եղել եք Պետրոսի մոտ հարցազրույցին։ Պետրոսը չափից շատ է ցույց տալիս ուղղորդվածություն բոլորի դեմ, ի օգուտ։ Գիտեք, քարոզարշավների նախ առաջին մասին հարցի, քարոզարշավների բազմաշերտ կառուցվածք մենք ունենք, այսինքն թիմի մի մասը պարոն Ծառուկյանի հետ մեկնում է մարզ կամ որևէ համայնք հանդիպման, սպիկերները մնում են հիմնականում Երևանում, որոնց շարքում եմ նաև ես, եւ որտեղ ամբողջ օրը մենք հարցազրույցների, բանավեճերի տարբեր ֆորմատների մեջ ենք։ Եվ մեծ հանրահավաքների սովորաբար ամբողջ թիմն է կոնսոլիդացված մասնակցում։ Կարծում եմ մեր կադրային ռեսուրսը, կադրային բանկը բավականին հարուստ է եւ կարողանում ենք մի քանի ուղղություն սպասարկել։ Ինչ վերաբերում է ՀՄԵԿ-ին, ՀՄԵԿ-ը առհասարակ աչքի ընկնում իշխանական հստակ ուղղվածությամբ։ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցները, այսպես ասեմ, եթե քաղաքական գործիչը պատրաստված է, Պետրոս Ղազարյանի այդ սուր հարցերը ընդդիմության ուղղված նույնիսկ օգտակար կարող է լինել, որովհետև ի վերջո երբ որ սուր հարց են տալի, բացվում ես ասելիքդ բացում ես։ Իսկ ընդհանրապես ՀՄԵԿ-ի քաղաքականությունը պարզ է։ Ես անձամբ Պետրոս Ղազարյանի տաղավարում երբեք ինձ կաշկանդված չեմ զգացել։ Կան ընդդիմադիրներ, որ բողոքում են, բայց այստեղ հաղորդավարի կամ լրագրողի սուբյեկտիվ լինելուց բացի, ընդդիմադիր այդ գործիչները ճիշտ կանեն նաև իրենց ասելիքի բովանդակության վրա ուշադրություն դարձնեն, որովհետև եթե մարդը պատրաստված է, լրագրողը ինչի համար է, անկախ նրանից պետական լրատվամիջոց է, թե բան, որ սուր հարցեր տա, չէ։ Քաղաքական գործիչը պարտավոր է բոլոր լրագրողների մեջ տեսնել իրան սուր հարց տվողի։ ՀՄԵԿ-ի ընդհանուր քաղաքականությունը ոպտին վերանայվի եւ ՀՄԵԿ-ը չդառնա պրոպագանդան իշխանության, շատ դեպքերում այդ ՀՄԵԿ-ի լրատվական թողարկումները ավելի վատն են, քան ասենք այդ հարցազրույցները, որ դուք ասում եք, այդ արդեն համակարգային խնդիր է, որ նոր իշխանությունը պիտի լուծի։ Ես հասկացա մեսեջը սուր հարցի։ Այս սուր հարցերը թողնեմ երկրորդ մասին մեր հաղորդման։ Մեծ Մի սիրով, հատ մեծ հետաքրքիր սիրով։ բան եմ ուզում իրար հետ կանենք այդ խնդրի առաջ եւ փորձենք հասկանանք թե ինչ է տեղի ունենում։ Քարոզարշավը նոր սկսված ժամանակ, պարոն Սուրենյանց, Բարգավաճ Հայաստանի մասին Նիկոլ Փաշինյանը զերո չէր խոսում։ Չէր խոսում, ես չէի լսում, որ ինքը թիրախավորված ինքը ուրիշների մասին էր խոսում եւ այլն, բայց մեկը տեսար, այս մի քանի օրվա ընթացքում ոչ մեկ չկա իր խոսույթի մեջ, մենակ Բարգավաճ Հայաստան եւ Բարգավաճ Հայաստանի նախագահ Գագիկ Ծառուկյանը իր ընտանիքի հետ միասին։ Տեսեք, ես երկու տարբերակ եմ տեսնում։ Կամ ինքը իրականությունից զուրկ է Նիկոլ Փաշինյանը ու չի տեսնում, որ իրոք գյուղացիները, իրոք քաղաքում բնակվողները այսքան տարիներում արած բարեգործությունները չեն մոռանում եւ երախտապարտ ձևով ուզում են կանգնել ինչ-որ ուժի կողքին, այս դեպքում Բարգավաճ Հայաստանի եւ Գագիկ Ծառուկյանի, ոչ թե տասնամյակներ ինքը արել է այդ գյուղացիների համար, փոխհատուցում չուզելով դրանից։ Կամ ինքը տեսնում է, իրան զեկուցել են, որ Բարգավաճ Հայաստանը կարող է առաջի տեղով էլ ընդդիմության կողմով մտնի խորհրդարան եւ ինքը վտանգներ է տեսնում, իր պլաններից դուրս է դա։ Ինչ եք դուք տեսնում։ Նիկոլ Փաշինյանը, որ իրականությունից եւ ադեկվատությունից զրկված է, դա հանրահայտ փաստ է։ Եվ իր շատ հատկապես այս քարոզարշավի ընթացքում
իր շատ ելույթներ հայտարարություններ դրա դրսևորում են։ Հիմա այս երկու ճակատագրական սխալ արդեն Նիկոլ Փաշինյանը արել է մինչև ձեր հարցին ավելի կոնկրետ պատասխանելը ես արձանագրեմ, երկրորդին էլ շատ մոտ է։ Ուրեմն տեսեք, ինքը 3 օր դիմացավ քարոզարշավի, պաշտոնական քարոզարշավի մեկնարկի, 3-րդ օրը արդեն սկսեց իրան պատերով խփել, պատերն էլ իրանով խփել, առաջին 2 օրը փորձում էր ինչ-որ ծրագրային բովանդակային վեճի մեջ մնալ, հետո էլի շատ արագ իրան ասեցին այդ խաղաղության ապրանքը չի ծախվում, այսինքն հասարակությունը չի հավատում, այն թալանի գաղափարը էլ չի հավատում, ինքը սկսեց վերադառնալ բոլորին պիտակավորելու, վարկաբեկելու եւ այլն այդ պրակտիկային, որ բոլորդ գիտեք։ Մի հատ ճակատագրական սխալ ա ինքը արել, բոլոր 3 առանցքային ուժերին տեղավորել ա մի զամբյուղի մեջ, անունը դնելով պատերազմի եռագլուխ կուսակցություն, տարրական սոցիոլոգիայից ինքը գաղափար չունի կամ հուշարարները մոռացել են այդ ասել, որովհետեւ եթե գահավիժող վարկանիշով մեկը ուժի կենտրոն ա ցույց տալի 3 կուսակցություններով, հա, չկողմնորոշված մասսա հասարակության կողմնորոշվում է դեպի այդ մասսան։ Ինքը այդ իր վարքագծով ընդհանրապես նպաստեց ընդդիմադիր էլեկտորատների բյուրեղացմանը։ Ամեն մեկին է, 3-ին է։ Մենակ որտեվ կույրը չի հասկանում, որ այս 3 կուսակցությունները իրարից շատ տարբեր են։ Ճիշտ է, մենք օրակարգի նույնականացում կա, բոլորս էլ ձգտում ենք իշխանափոխության, եկեղեցու եւ մնացած հարցերում նման դիրքորոշումներ ունենք, բայց տարբեր է թիմերի կառուցվածքը, քաղաքական հետագիծը, մարդկանց պատկերացումները եւ այլն եւ այլն։ Հիմա Նիկոլ Փաշինյանը իրան դրել է անելանելի իրավիճակում, այսինքն ստեղծվել է մի հատ վիճակ, որտեղ ընդդիմության հավաքական ձայները գերազանցում են իր ձայներին, ընդ որում բազմաթիվ սոցիոլոգիական հարցումներով եւ հրապարակում եղած եւ ամեն ուժ իր համար էլ է, չէ՞, անում սոցիոլոգիական հարցում մենք են։ Եվ իրան հուշում են անել երկրորդ սխալը։ Ցավոք սրտի, ոնց որ ես հասկանում եմ, ինքը այդ տրամաբանության մեջ է։ Գուցե մեր ժողովրդի մեծ մասը չգիտի, միայն նորություն եմ ուզում ասեմ։ Երեք Դանիել Իոաննիսյանը կամ նրա այդ կառույցը անկախ դիտորդ ա կոչվում, ինչ ա կոչվում, դիմել ա դատախազություն, իմաստը ասեմ, հա, հայցի, Ռուսաստանի պաշտոնյաների կողմից, իբրև թե Հայաստանում, Հայաստանի քաղաքացիների մասնակցությամբ ուղղորդվում ա իշխանության յուրացում, տեղի անուն փողերի լվացում եւ այլն եւ այլն։ Այս թեմայով երեք հայց ա ներկայացրել, հանցագործության մասին հաղորդում ա ներկայացրել Դանիել Հյուաննիսյանը, ուրեմն դատախազություն։ Շատ ակնհայտորեն գործի ա դրվել պաշտոնապես մոլդովական մոդելը, իհարկե դա ավելի շատ ռումինական մոդել ա, բայց Տարբերությունը մեծ է, շատ մեծ ա, ռումինական ու որովհետեւ Բրյուսելում կամաչեն խոստովանեն բարձրաձայն, որ իրենց անդամ երկրում են այդ այլանդակությունը արել։ Մենք ենք չէ փորձադաշտի առարկան իրանց համար, ԵՄ-ից դուրս երկրները։ Ուրեմն դիմել ա Դանիել Հյուաննիսյանը, վստահ եմ գրեթե կամ մեր մոտ կա դες վստահություն, որ Նիկոլ Փաշինյանը հարամության 2 սցենար ա մտածել։ Մեկը ուրեմն հարամություն 1 դնենք պայմանական անունը, ֆիլտրվում ա կուսակցություններից մեկը 3։ Ուժեղ Հայաստան դաշինք կամ Բարգավաճ Հայաստան կուսակցություն։ Մեր մյուս 2 գործընկերների մասին կոռեկտ չեմ համարում խոսել այդ ֆիլտրվելու տեսանկյունից, ենթադրենք ֆիլտրում են Բարգավաճ Հայաստանի։ Եթե Նիկոլ Փաշինյանը մտածում է սրանով խնդիր ա լուծելու, չարաչար սխալվում ա։ Ուրեմն Բարգավաճ Հայաստանի արդեն բավականին կայացած կոնսոլիդացված եւ էներգետիկա ունեցող այդ էլեկտորատը մի հատ առանձնահատկություն ունի եւ մնացած բոլոր ընդդիմադիր էլեկտորատներից տարբերվում է։ Ինքը մի կոչով շատ կարգապահ դիրքավորվելու է, եթե նույնիսկ մենք ֆիլտրվենք։ Օրինակ, որտեղ մենք ունենք խարիզմատիկ դիձեր, Գագիկ Ծառուկյանը, էլեկտորատի 90%-ը եւ ավելի կոնսոլիդացված է հենց իր անձի շուրջ։ Եթե հանկարծ որոշեն օրինակ ԲՀԿ-ի ֆիլտրել, այդ մեր ձայները ստանալու են մյուս 2 ֆավորիտ քաղաքական ուժերը։ Ասում եմ մեկ կոչով։
Հարամություն երկրորդը մի հատ ուրիշ սցենար ա, որը ենթադրում ա, որ 2 կուսակցության ա ֆիլտրն, ոչ թե մեկին, այլ 2։ Այս դեպքում մեր պատասխանը շատ հստակ ա, սա պլան G-ն ա, նոր խոսում էի պլան B-ի մասին։ Այդ դեպքում մոլդովական սցենարին ի պատասխան կստանան հայկական հեղափոխություն։ Եթե գնան 2 կուսակցություն ֆիլտրելու ճանապարհով։ Ես ուզում եմ Նիկոլ Փաշինյանը ինքը մեր բոլոր ելույթները տալիս են, հետո լսում ա, ես ինֆորմացիա ունեմ շատ հստակ։ Ուզում եմ շատ հստակ ինքը գիտակցի, որ հունիսի 7-ը առաջին հերթին իր համար ա շանս ու վերջին շանս։ Սա Նիկոլ Փաշինյանի վերջին շանսն ա անցնցում եւ քաղաքակիրթ հեռանալու։ Եթե նույնիսկ դաղալություններով, հարամություններով, հիստերիկայով, եսի միջով, կեղծիքներով, ռեպրեսիաներով ինքը փորձի 7-ին իշխանությունը պահել, այդ շատ կարճաժամկետ ա լինելու, ինքը հեռացվելու է արդեն շատ ուժեղ ցնցումների ճանապարհով։ Շատ կարճաժամկետ ա կրկնում եմ լինելու։ Տարբերակ չունի ինքը։ Ճակատագրական սխալները հասցրել ա մի հատ կետի, որտեղ իր միակ ճիշտ լուծումը, լավ լուծումը քաղաքակիրթ հեռանալն ա լինելու հունիսի 7-ին։ Այս պարագայում ինքը անվտանգության երաշխիքներ գուցե ստանա։ Հակառակ ցանկացած պարագայում չի ստանալու։ Հետո, որ այդքան իրանք ոգևորվել են մոլդովական սցենարից, ամենայն հարգանքով Մոլդովայի ընդդիմության եւ հասարակության հանդեպ։ Երկու շատ մեծ տարբերություն կա Մոլդովայի եւ Հայաստանի միջեւ։ Առաջինը Հայաստանի առանցքային ընդդիմադիր ուժերը, այդ 3 պայմանական 4 նաեւ ասենք, 3-4 ուժերը շատ ավելի կազմակերպչական, ինստիտուցիոնալ, կադրային առումով ուժեղ են, քան մոլդովական ընդդիմություններ։ Ինձ մի հատ հիշեցնեք, երբ հանեցին այդ ընդդիմության 2 օր առաջ ընդ է։ Մոլդովայի ընտրություններից 2 օր առաջ Ստեղ հանեցին։ են տանում այդ սցենարով մոտավորապես։ Նախ մեր ընդդիմությունը շատ ավելի ուժեղ է եւ ռեսուրսային առումով, եւ մարդկային ռեսուրսի առումով, եւ ինստիտուցիոնալ կարողությունների իմաստով, ֆինանսական առումով էլ ենք մենք ինքնաբավ եւ որևէ երրորդ երկրի կամ երրորդ անձանց աջակցության կարիքը չունենք։ Չէ, ակնհայտորեն նման վիճակ կա։ Եվ երկրորդ առանձնահատկությունը կա։ Մոլդովացիների մի զգալի մասը նաև Ռումինիայի անձնագրեր ունեն, այսինքն իրանք բան են, ըստ էության մարդկանց կտրվածքով արդեն ինտեգրված են այդ Եվրամիություն կոչվածին, եւ իրանց համար մեծ հաշվով Ռուսաստանի հետ կոնֆրոնտացիան շատ քաղաքացիների համար կյանքի խնդիր չի, որտեւ իրանք կրկնում եմ շատ հանգիստ կարող են հայտնվել Ռումինիայում եւ այլն եւ այլն։ Մեր քաղաքացիները այդ առանձնահատկությունը, այսինքն խիստ տարբեր է վիճակը, որտեվ Եվրամիության հետ որևէ ինստիտուցիոնալ առնչություն Հայաստանը չունի այդ հարթության վրա։ Հետևաբար ստեղ մոլդովական մոդել չի աշխատելու, նախ ստեղի մոլդովական մոդելը վիլայեթացման մոդել է, իրեր իրանց անունով կոչենք, որտեվ այս իշխանության գլխավոր, այսինքն մեկը, ասենք Նիկոլ Փաշինյանը, եթե շատ մեղմ ձևակերպեմ, չեմ ուզում շատ կոշտ ձևակերպեմ, Ալիևի երջանիկ վասալն է։ Այսինքն հենց այդ վասալիտետին սպասարկելու համար էլ արևմուտքը իրան աջակցում է։ Բա պետք է մի քիչ ընկնենք ֆանտազիաների գիրկը։ Մի քիչ ընկնենք ֆանտազիաների գիրկը, որտեղ շատ հաճախ գնում են խոսակցություններ, որ Նիկոլ Փաշինյանը շատ խորը գրագետ մարդ, հատուկ քաղաքականություն ա տանում, հատուկ ստեղծում ա սերունդներ, որպեսզի վերջում օգտագործել է այդ բոլոր հարաբերությունները մեզ բերի երջանիկ ապագա։ Ռուսաստանի հետ սերունդների մասին է։ Ну, ասենք Ռուսաստանի հետ գնով։ Ոչ միայն, Իրանը բա։ Օրինակ հիմա այս վերջերս ինքը որ ասենք գնում այդ քարոզարշավների գյուղերում հայտարարում ա որ Ռուսաստանի հետ ամեն ինչ նորմալ ա, մենք ոչ մի տեղից դուրս չենք գալու, ոչ մի ձևով չենք փաստանում էլ հարաբերությունն աճա։ Ասենք այդ խոսակցությունները մեկնաբանվում է տարբեր տեղերում, տարբեր ձևի, չէ՞, ու Եվրամիությունում դա կարող մեկնաբանվի անհասկանալի է, ինչ է կատարում օրինակ, չէ։ Ռուսաստանը հետ վատացրեց, հետո փորձում ա լավացնի, ինձ եւ ընդունվում դա։ Այս տալիս է հիմք մեր ժողովրդի էլեկտորատի մոտ։
պատկերացում, որ ինքը ոչ մեկի հետ չի մոտիկանում, այդքան կամ այդքան չի եռանում։ Հարգելի Արամ, ես Նիկոլ Փաշինյանին ճանաչում եմ 1992 թվից։ Այստեղ մի վարքյան, մի հատ ճշտող հարցն։ Ըհը։ Այնց նա համար, որ դուք Նիկոլ Փաշինյանին ճանաչում եք 92 թվից։ Մի հատ էս ձևի հարց, Ըհը։ կարաք չպատասխանեք։ 90-ական թվականների առաջի անգամ Նիկոլ Փաշինյանին ձերբակալել են։ Ինչքան գիտեմ, տվել են 6 տարի բանտարկում։ Պայմանական է կարծեմ եղեք Եղամյանի մի հատ հաղորդման վրա։ Ու ինքը, չէ, 3.5 տարի հետո դրանից հետո պայմանականով ազատվել է։ Ինքը ազատ ես խաբար չեմ, 90-ականներին ինքը չի ազատվել, ուսանող էր։ Մենք նույն թվին ենք ընդունվել համալսարան, դրա համար է դրիշ գիտեմ։ Հետո միջև 2012 թիվը նույնիսկ շատ մտերիմ հարաբերություններ եմ ունեցել։ Նրա ընտանիքել եմ ճանաչում, բոլորին էլ չեմ։ Այսինքն լավ ճանաչում ես։ Փաշինյանը բացահայտվել է 2012 թվականին, որից հետո ես դադարեցել եմ իր այդ Ոնց մեզ բացայդեք։ Բարակում ինչ-որ դեպքեր են եղել։ Զինվորական զորամասերում սպանություններ, ինքնասպանություններ, ինչ-որ հիմա ավելի հաճախակ է ալնում։ Facebook-ում մի հատ խումբ ձևավորվեց, այն ժամանակ քաղաքացիական հասարակությունը շատ ակտիվ էր, եթե հիշում եք։ Ամեն բանը մի Նոր էր, շատ մոդամը Facebook-ը։ Մի հատ խումբ ձևավորվեց, որ բնական օբյեկտիվ դժգոհություններ կար։ Դա 2010-11 թիվներ, որտեղ 12-ից հետո իր այդ ընդհանրապես չեմ շփվել։ Հիմա ասեմ ինչ է, այդ խումբը լիազորեց ինձ, որպեսզի կապվեմ պաշտպանության նախարարի հետ, Սերյան Օհանյանն էր պաշտպանության նախարարը, եւ հանդիպեմ այդ վիճակը քննարկելու համար։ Ես ու Սերյան Օհանյանը հանդիպել ենք իր աշխատասենյակում ՊՆ-ի, շատ երկար խոսել ենք, որ հանդիպումից դուրս գալուց հետո ես Ազատություն ռադիոկայաններ կարծեմ, իրա թղթակցին օբյեկտիվ ներկայացրել եմ, ինչքան թույլ էր տալի կոռեկտությունը, ինձ զրույց ա եղել, մեր դժգոհությունները որոնք են եղել, որ ես ներկայացրել եմ, մարդուց ինչ ենք լսել եւ այլն։ Որից հետո Նիկոլ Փաշինյանի ֆանտազիան, փախուստի մեջ գտնվող Նիկոլ Փաշինյանի ֆանտազիան, հիշում եք, մարտի 1-ի գործով փախացել է ժամանակ, հերիքեց, որպեսզի ինքը մի հատ Կոթված։ մեծ հոդված գրի, մի հատ հիվանդագին ֆանտազիայով, որ մնդիմության մի հատված է, ակնարկում է Լևոն Տեր-Պետրոսյանին, բայց անունը չէր գրել, եւ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ իբր թե Սերյան Օհանյանը, այսինքն Լևոն Տեր-Պետրոսյանն ու Սերժ Սարգսյանը ասած է հետ էր, որ իմ ու Սերյան Օհանյանի միջոցով կոմունիկացվել են։ Ասես Բեմականացում անվանել կարճ Դա ասած։ ուրիշ հոդվածով էլ տպավորություն ստեղծեց, ոնց որ ես ոչ թե Սերյան Օհանյանի հետ եմ հանդիպել, այլ Աբիևի։ Բա։ Նման դեպքի այդ բաներից հետո մեր մեջ կոնֆլիկտներ առաջացան եւ 2012 թվականից հարաբերությունները զրոյացվեց, մանավանդ իրան մանդատն էր պետք, հետո ինքը Լևոն Տեր-Պետրոսյանին էլ այդ թվից սկսած չհանդիպեց։ Լևոն Տեր-Պետրոսյանի շնորհիվ մանդատ ստացավ եւ Իսկ Նիկոլ Փաշինյանի բազմաթիվ բաներ իմ համար պարզ էր, բնավորության գծեր այսօրվա են, ինչ որ այսօր հասարակության մեծ մասի համար, հա, պարզ են։ Հա, ինքը քաղաքական կենդանի է, շատ հարցերում ինքը քաղաքական հոտառություն ունի։ Բայց իր մոտ բացակայում է մի հատ շատ կարևոր բան, Արամ ջան, կարծիքամ, ստրատեգիական մտածողությունը։ Մուտիտների, խաբեության, մանիպուլյացիայի վրա, հա, քաղաքական կենդանի է, չեմ վիճում։ Բայց այդ պրիոմները անցնում են երկրի ներսում։ Արտաքին քաղաքականության մեջ վաղուց իրան որևէ մեկը լուրջ չի վերաբերվում։ Ուղղակի ոմանց համար ինքը գործիք է, Ռուսաստանի հետ կապված հարաբերությունները ոմանք բեմականացում են հակված դիտելու։ Ես բացարձակապես այդ կարծիքին չեմ, մանավանդ 2-3 տարի նաև ես եթերում, Արգելի Արսենի եթերում 1-2 անգամ, բայց ուրիշ եթերներում էլ 100 անգամ բացահայտել եմ, ինչի է բերելու
այս քաղաքականությունը։ Հիմա Պուտինը շատ բացահայտ է ասում ինչի է բերելու։ Իմիջիայլոց այդ խիստ ինքնիշխան Ծախորդ Փանոսի ու Նիկոլ բանի Քաժնարազարի սիմբիոզն է, չէ՞ Նիկոլ Փաշինյանը։ Իմիջիայլոց հասարակության մի մասը դրա համար է փոքր մասը իրան սիրում։ Ծախորդ Փանոս, Քաշնազար սիրված հեքիաթների կերպարներ են, հələ միքս արեք, տեսեք Նիկոլ Փաշինյանի մոտ ինչքան բան կա դրանից։ Այդ միքսից էլի։ Ուրեմն Նիկոլ Փաշինյանը Այդ ճշտող հարց տամ, էլի ըհը, կներեք, թե չէ կմոռանամ մի քիչ էս վերջերս հիշողության մեր հետ մոտ էլ է։ խնդիր ունեմ։ Տեսեք, դուք ասում եք ինքը արտաքին քաղաքականության լիդերների բանի կողմից լավ չի ընդունվում, բայց Երկի։ ձեր կարծիքով Տրամպի հայտարարությունը ինչու մասին էր, Ռուբիոյի Այդ մեր լավորից է, Հայաստան որ ամբողջ իշխանությունով ընկել են Տրամփից այդ թղթի կտորն են։ չէ, թղթի կտորի մասին չի խոսքը։ Պրյամո Տրամպը ասեց, ես աջակցում եմ Վիլիկի լիդերեր ասեն, Պրախատնոյ դվորյա սարքել Հայաստանը, որ այսինքն Տրամպը ինքը լուրջ մարդ չի։ Տրամփը չէ, լուրջ մարդը ես իրավունք չունեմ գերտերության ղեկավարին Բա լուրջ մարդը անլուրջ մարդ համարեմ, բայց անլուրջ է դենս բան։ ինքը բանը Նեթանյայուի ստվերի տակ գտնվող մոլագար առաջնորդ է ամեն դեպքում։ Ես այդ գնահատականը կտամ։ Թրամփը թող իր հետևանքների հնարավոր պատասխանատվության մասին մտածի հենց իր հասարակության մոտ։ Միացյալ Նահանգների ամենաոչ պոպուլյար նախագահներից մեկն է եւ ես ուզում եմ հիշեցնել ուրիշ բան էլ, շատ ավելի adekvat գործիչ կա Միացյալ Նահանգներում, փոխնախագահ Վենսը, որ անհամեմատ ավելի adekvat գործիչ է իհարկե, բայց չմոռանանք, հա, ընդամենը մի ամիս կես առաջ Բուդապեշտի հրապարակում Աջակցես։ բավականին մարդաշատ հանրահավաքում ոնց էր Օրբան բացականչում, ամենայն հարգանքով Հունգարիայի էլի ժողովրդի եւ բոլորի հանդեպ, բայց այդ Օրբանը հիմա գիտենք ինչ կարգավիճակում, անդիմություն, Լիժա է քշում։ դե առայժմ գուցե, չգիտեմ։ Հա։ Հիմա տեսեք, ընդհանրապես ինչ ողբալի վիճակում անգել այդ ինքնիշխանական ճակերտների մեջ Նիկոլի ինքնիշխան Հայաստանը։ Ինչ արե ինքը Թրամփի հետ։ Գործարք է, հիմա շատ մոդա է, չէ, Ռոբերտ Քոչարյանի, որ ուզում են քննադատեն գույք պարկի դիմացն։ Ահա։ Իսկ ի՞նչ է Թրամփի, որ Ռուբիոն եկավ տրանզիտ այցով, ինչ գործարք կնքեցին Նիկոլի հետ։ Նիկոլի Ընդերք իշխանության։ վերարտադրություն Սյունիքի դիմաց։ Ճիշտ է, ու հանքերի դիմաց, չէ։ Այսինքն դա Հայաստանի հետ կապ չունեցող է, բանի Թրամփի տեքստը դուք հիշում եք։ Ну, Նման մոտավոր։ վիրավորական տեքստով եթե որևէ մեկ ինձ աջակցի, ինձ դնելով գրպանի տուզիկի տեղ։ Այսինքն ասում է, մենք Նիկոլին աջակցում ենք։ Այդ տեքստում միակ դրական բանը Նիկոլի համար է, նա այն էլ Թրամփը չի գրի հաստատապես, որ վերջապես անունը հիշում է։ Հայաստանի նույնպես։ Հա, դե ուրիշն է գրել։ Հա։ Նիկոլ Փաշինյանին աջակցում ենք, որովհետև ինքը ապահովել է մեր էներգետիկ կամպանիաների անխոչնդոտ մուտքը Կենտրոնական Ասիա։ Այսինքն շատ պարզ, Բացահայտ։ Հայաստանը տրանզիտ երկիր է դառնում, ընդ որում անխոչնդոտ տրանզիտ, քո ինքնիշխանության հաշվին, որպեսզի էներգետիկ շահերը Միացյալ Նահանգների բավարարվի։ Այդ տեքստում որևէ խոսք Հայաստանի անվտանգության, Հայաստանի տնտեսական բարեկեցության մասին, Բա բայց ուրիշ անվտանգություն բան չի դա։ ասում։ Պարոն Սյունինաց, դա անվտանգություն չի, եթե մեծ փողեր են ներդրվում, գազային այդ տրուբեկն են քաշում, բան Ինչ թույլ կտան, որ մասնա։ Այդ օրինակ բերեմ, էլի։ Աբյոմը 200-250 միլիոն Օրինակ դոլար, բերեմ, էլի ցավը տանեմ։ Ես հիշում եմ շատ լավ, որ պատերազմը սկսվեց, 44 օրվա պատերազմը սկսվեց, մի քանի օր հետո մեր նախագահ կոչեցյալ Արմեն Սարգսյանը հելավ ու հայտարարություն արեց հետևյալի մասին. Հայաստանը ոչ մի դեպքում գազային այդ բանին հանգույցներին չի ենթակառուցվածքների։ խփելու։ Դա ինչու մասին է խոսում, որ այն տերությունները, այն կորպորացիաները, որոնք միլիարդավոր դոլարներ ներդրել են, իրանք չէին ների, եթե մեկը խփեր։ Նույնը հիմա մեր մոտ, եթե հանգույցներ, Ընդհանրապես ամբողջ երկրի սարքենք ահա, Միացյալ Նահանգների նահանք, չէ, թողեք միջև վերջ հարցս տամ, էլի։ Ես վատ բան չեմ տեսնում, երբ որ մենք տրանզիտ ենք դառնում, դու տրանզիտ չես դառնում։
Չէ, ես ասում եմ ձեր խոսքի հիման վրա, հետո դուք ավելացրեցիք, որ այ դրան ես համաձայն չեմ, որ մեր սուվերեն տարածքի վրայից, մեր սուվերեն իրավունքի վրա չի լինելու այդ տրանզիտը։ Ես դրան եմ դեմ։ Ընդհանրապես տրանզիտին ես դեմ չեմ։ Տրանզիտին ոչ մեկս դեմ չի, ես անձամբ էլ դեմ չեմ, Կներես ավելին Ալբերտ, ասեմ, քվերթներ։ կատեգորիկ նույնիսկ այդ թրիպի դեմ սուրճ ենք ճոճում, եթե Ահա։ դուք նկատել եք, բայց ես որ շատ չխորանամ մեր հեռուստադիտողների գլուխը չցավացնեմ, ընդհանրապես ասեմ back office, front office համակարգը, որ դրած է թրիփում, եւ թրիփի այդ կոնցեսիայի բաժնեմասերի ասիմետրիան, հա, հուշում եմ, որ ընդհանրապես դու թրիփի շահագործման հարցում զիջում ես Հայաստանի ինքնիշխանությունն ու իրավազորությունը։ Խոսքը սրա մասին է։ Խնդրեմ, առաջարկներ են կարել։ Խնդրեմ, թող դա երկարացնեն մինչև երասխ թրիփը։ Իդեալական բան կդառնա։ Ոչինչ, իրավազորությունը կզիջենք մի քիչ ընդեղ, բայց ստեղ կստանանք, չէ՞։ Օրինակ ես ինչի էի նայում բերի, միակ լավ մատների վրա կարող ես հաշվել 2-3 գործիչ, մեկը ես եմ եղել։ Ի տարբերություն այսօրվա ընդդիմության 90%-ի։ Ես հետևականորեն նոյեմբերի 9-ի 9-րդ կետը պաշտպանել եմ։ Ես հիշում եմ, մի մոտ անգամ մենք Այո, իրար հետ վիճեցինք։ այո, ինչի եմ պաշտպանել։ Որովհետև այդ կետը ապահովում էր համարժեքություն։ Այսինքն դրա դիմաց մենք ստանում ենք հայկական Արցախ, ստանում ենք Լաչինի Միջանցք, որը դասական միջանցք էր, ի տարբերություն Սյունիքով անցնող ճանապարհի։ Կար համարժեքություն, թրիփում համարժեքություն չկա։ Ով չի հասկանում թրիփի ինչ է։ Դա ըստ էության Իրանի մեկուսացման եւ Ռուսաստանի տարածաշրջանային ազդեցության թուլացման ծրագիր է։ Եվ թրիփը հիմա այնքան շատ է մշուշի մեջ, որ չի եղել երբևէ։ Տեսեք, իրանական հակամարտությունը լուսման երկու հնարավոր տարբերակ ունի։ Մեկը այն է, որ Միացյալ Նահանգներու Իսրայելի ցեղասպան ստրատեգիան հաջողի եւ Իրանում ենթադրենք սահմանադրական կարգ փոխվի կամ Իրանը մասնատվի, այդ դեպքում քո թրիփը էլ Միացյալ Նահանգներին պետք չի, դե ամբողջ Իրանը դառնում է թրիփ։ Պայմանական եմ ասում։ Ահա, Մյուսն այն է, հասկանալ եմ։ որ այս ստատուս քվոն մնա կամ Իրանը ստրատեգիական հաղթանակ տանի, այդ դեպքում Իրանը թույլ չի տալու իր քթի տակ ոչ մի ամերիկյան ենթակառուցվածքի գոյություն։ Ես ձեզ հարց տամ. այս պատերազմի ընթացքում Իրանի դեմ, ցեղասպան պատերազմի դեմ, դրա համար ասում եմ, թե բան Թրամփի համար բարոյական 0 հեղինակություն ունի։ Այս ցեղասպան պատերազմի ընթացքում Իրանի Իսլամական Հանրապետության բոլոր հարևանները թիրախավորվել են։ Բոլոր։ Ճիշտ այնտեղ Թուրքիայի, Ադրբեջանի հետ կապված ասում էին, որ մենք չենք, այլ ուժերը եւ այլն, հա։ Բացի Հայաստանի Հանրապետությունից։ Բոլոր հարևանները բացի Հայաստանի Հանրապետություն։ Իսկ ինչի՞ չի թիրախավորվել Հայաստանի Հանրապետությունը։ Պատասխանը իմ համար պարզ է, որտեղ դու գտնվում ես անվտանգային մի համակարգում, քո երկրում կան ռուսական սահմանապաններ եւ բազա, եւ Իրանի Իսլամական Հանրապետությունը որևէ պարագայում քո տարածքի չէր թիրախավորելու։ Պարզա, չէ՞։ Բայց ես ձեր հարցին գալով մի հատ ավելի խորքային բան ասեմ։ Դուք չեք զգում ի՞նչ է կատարվում։ Մեզանից այդ Նիկոլ Փաշինյանի ստրատեգիական զրոյլնելու մասին եմ հիմա ասում։ Մեզանից բոլորը հարակրվե են պահանջում։ Բոլորը։ Ալիև ասում է հարակրվե արեք սահմանադրությունը փոխեք, որ այն թղթի կտորը ստորագրե։ Երեք ԵԱՏՄ ղեկավարները ասում են հարակրվե արեք, ու պարզվի դուք ԵՄ եք գնում, թե ԵԱՏՄ-ում եք մնում։ Հասկանում եք ինչքան վիրավորական է, ինչքան ոչինչ կամ 0 են համանում իրանց այդ բանակցող ղեկավարիդ Նիկոլ Փաշինյանին, որ ասում են իրա խոսքը արժեք չունի։ Ժողովրդով որոշեք, որ մենք հասկանանք վերջը ձեր դիրքորոշումը ինչ է։ Այս է Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքական գինը։ Ճշտո հարց։ Հա։ Վերաբերեմ։ Ես ճիշտ եմ հասկանում, որ ինչ Ալիևը, ինչ ԵԱՏՄ երկրները շուտով շատ հնարավոր Եվրամիությունն է։ Տեսնում են, որ կա մեծ հակասություն քաղաքական հասարակության ու իշխանությունների միջև։ Իհարկե։ Ու միշտ չի, որ իշխանական որոշումները կարող է ստանան հետագայում պահպանել իրանց Միանշանակ նրանք հասկանում են, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ժողովուրդը կապ չունեն իրար հետ։ Ավելին ասեմ,
Արամ ջան, քո հարցը լրացնեմ մի հատ կարևոր դետալով։ Նախ որ Ռուբիոն եկավ տրանզիտ այցով մեր 45 թե 50 րոպե, չէ, Զվարթնոց օդանավակայանում, դե իհարկե մեր իշխանական պրոպագանդան դրա մասին լռեց, բայց ինքնաթիռում մինչև երևանիչները նա երկարատև հեռախոսազրույցեր է ունեցել Լավրովի հետ, Հայաստան գալուց առաջ, ժամեր առաջ, այսինքն մեծ հավանականությամբ ինքնաթիռի մեջ է այդ զրույցը եղել։ Երկրորդը, ես պատմաբան քաղաքագետ եմ, սովորաբար էն էլ գերտերությունները ինչ-որ փոքր պետության հետ պայմանագիր ստորագրելուց սպասում են, որ ընտրական ցիկլը վերջանա, որ հասկանան ինչ իշխանության հետ են ստորագրում։ Թող Ռուբիոն եկավ իրանց ստանալիքը Զարանը կոկսելու թղթով, որտեղ վստահություն չունեն, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պահելու է։ Փաստաթղթով ինչ-որ բան փորձում են աշրջելի դարձնել, որ ցանկացած նոր իշխանություն ավելի կաշկանդված Ջան, լինի։ մի փոքր ճշտում ստեղ նորից։ Այդ հուշագիրը ազվագույթ մետաղների Այո, հուշագիր չէր, նախաստորագրում էր, հուշագիրի մասին չէր խոսքը։ թրիպն է նախաստորագրում։ Հա, էսի Էսի չէ, էս էլ է նախաստորագրում։ հուշագիրը։ Չէ, նախաստորագրում է սա, ես Ո՞ց է։ պնդում եմ, Բունին որ էսի նախաստո հենց այդպես է անվանեցին իրանք։ որ հասկանում դա հաստատող է, որը Տրամպին հարկավոր է, այս հետագա ընտրությունների համար։ Ինքը էլի որպես աչոտ ցույցատալես, որ մի հատ էլ հազվագույթ մետաղներ Իհարկե, գեցինք։ Չինաստանի հետ ունենք իհարկե։ Մյուս բարդություններ, կողմից Հայաստանի թազա իշխանությանը նոր իշխան կաշկանդող է, որովհետև պարզ է, չէ, որ գերտերության հետ դժվար է լինելու հակադրվելը եւ այլն։ Այստեղ ինչն եմ հասկանում, որ ասենք Ռուբիոյի գալը դաժե Հայաստան չմտնելու օդանավակայանում շուտապույտ կերպով էլ բոլոր ասենք հարցազրույցը ստորագրել է բանը ու գնալ, դա ընդհանրապես նրա մասին է, որ մի կողմից իրանք մոտավորապես աջակցեցին այսօրվա իշխանություններին իրանց գալուց։ Երկրորդ իրանց ստրախովկին արեցին, երրորդ իրանց ընտրությունների համար Փաստաթուղթ, որ ինքնագիտակցության տալուց ինչ է։ Հիմա որտեվ բանը վարիանտին չի հիշացնում։ շատ նման է, շատ նման է։ Իդեպ այդ հարցով էլ լավ հիշեցրեցիր Արամ ջան, ուկրաինական։ Ընդհանրապես այս տիպի գործիչները էլ ոչ մեկի պետք չեն։ Զելենսկի, Փաշինյան։ Այսինքն ընդհանրապես այս էպատաժային գործիչների արժեզրկման կամ դուսգրման process-ը Սաակաշվիլիով սկսավ, երբ որ մարդը բեռնախցիկով ուղարկվեց Վրաստան, հետո ընդհանրապես տիրություն չարեցին այդ մարդուն։ Հիմա էլ ինքը ասենք անդադ զորակցող տեքստեր է, չէ՞, ուղարկում Փաշինյանին։ Հա, 2 օր առաջ Իր ինքնապաշտպանության բնազն է խոսում։ Ուզում է այդ մարդը նեղության մեջ է, չէ, 4 պատի։ Ուզում է հույս ունենա, որ իր տիպի մեկը կարում է իշխանություն պահի։ Այդ Նիկոլ Փաշինյանի պաշտպանելու մասին չի, էլի։ Այդ ցմաներից մեկը, որ ազատվում է այն բանկա, չէ, 22 տարի նստելուց հետո պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտ կա։ Մյուս ցմաները ուրախանում են, որտեղ այնքան մութ տեղում են, որ հույս է տալու էլի, որ իրանցից մեկը կարող ազատության մեջ հայտնվի։ Հիմա այդ կարգավիճակում է Սաակաշվիլին, Հայաստանի մասին չի, իր հոգեվիճակի մասին։ Ամենադժբախտ մարդը էլի կարա Սաակաշվիլու ուերդից ուրախանա մի հատ էլ այդ տիրաժավորի, որ մեկ էլ նի Սաակաշվիլուն աջակցի։ Հա, այս վիճակն է։ Դրա համար ես ասում եմ, Նիկոլ Փաշինյանը չէ, շուստրի չի կա։ Ավելի շուտ միջազգային հարաբերությունում շուստրությունը չի անցնում։ Միջազգային հարաբերությունը շատ կոշտ են, հիմնվում են անվտանգային եւ նյութական շահերի վրա։ Ուղղակի միջև հիմա մի հատ ռուսներն են փոխել իրենց քաղաքականությունը, մեր հասարակությունը սովոր չի դրան։ Ոնց էր, ուրեմն 2012-13 թվերից հետո Ռուսաստանը բավականին անկեղծ է եղել Հայաստանի հետ։ Ասել են առաջի պատերազմից հետո ստեղծված ստատուս քվոն մենք չենք կարելի երաշխել։ Լավրովյան պլանի մասին է խոսքը։ Այտենց է ծնվել, որտեղ մերձավոր Արաբելքում ռուսական ներգրավվածությունը ավելացավ, Հարավային Կովկասը իրենց ընկալման մեջ դարձավ մեծ մերձավոր Արևելքի մի մասը։ Այսինքն շախմատային այդ դասքը մենք չենք տեսնում ամբողջական, իրանք տեսնելով ասում են։ Իրանք գերտերություն են, իրանք տեսնում են եւ իրանք ասում են իրենց ստատուս քվոն էլ չեն կարող երաշխավորել, 5 շրջանը հանձնեք
ու ստեղծվում է Ղարաբաղի հայկականության երաշխիքներ, դե ֆակտո Ղարաբաղը անկախանում էր ըստ էության կարգավիճակին, թողնում էր անորոշ ապագային։ Ինչ արեց հայկական էլիտան։ Սկզբում Սերժ Սարգսյանը իհարկե շատ անհամեմատ ավելի հաջող դիվանագիտական բանով, բանով Նիկոլ Փաշինյանն էլ եկավ, այդ ընդհանրապես ջախջախեց։ Ռուսներին ասում էին ինչ կլինի Հայաստանի էլիտաներ էլի, մեզ թողեք այդ ժողովրդին մենք ներսում բացատրենք։ Բայց գալիս էին թե ինչ էին ասում։ Ոչ մի տիզական։ Հա, բոլորը, ոչ մի տիզական էին խաղում, երբ որ Ռուսաստանից իրենք ճիշտ հակառակն էին լսում, ճիշտ հակառակը։ Ես չեմ ուզում հիմա Դա 2000 իշխանություն պահելու միակ ճանապարհն էին Շատ տեսնում իրանք, չէ՞։ հա, բայց Նիկոլը գլխեց, Նիկոլը ասաց առաջարկել չունենք, հիշում եք 19 թվին։ Հայաստանը եւ վերջ։ Ռուսները դասեր քաղեցին դրանից, Հմ։ որովհետև ստացվեց իրանց չարացի պատճառով եղավ պատերազմը, ոչ թե Ռուսաստանը սարքեց, Լավրովյան պլանը հենց ձախողվեց, Թուրքիայի դերակատարությունը մեծացավ, Թուրքիան պատերազմներ արեց, 44 օրյա պատերազմ։ Որովհետեւ ես ճիշտ հասկանամ, ու մի հատ փոքր բան ճշտում անեմ, էլի։ Տեսեք, դուք ասում եք հետեւյալի մասին, որ Ռուսաստանի Դաշնությունը ասել էր մենոնք չարեցին, այդ դեպքում Թուրքիան եւ մնացած խաղացողներն ասին, այ տես, դու մենք տվին քեզի շանս, որ դու քոնով մեղմ ասած առանց Մոտավորապես պատերազմի այդ ռազրուլի տանես, դու չկարացար, կներեք բարիս համար։ բացահայտորեն արհամարում ես, իսկ քո դաշնակիցը, քանի որ հայ-ռուսական հարաբերությունները ասիմետրիկ են, հավասար հարաբերություններ չեն։ Հավասար հարաբերություններ աշխարհում չկա գերտերության եւ իր դաշնակցի միջեւ։ Բայց դե ամեն դեպքում արժեր Թուրքիային այդքան պրեֆերանսներ Իսկ տալ։ ով ասես, որ Ռուսաստանը շատ ուզում էր, բայց դու Ռուսաստանին զրկեցիր շանսից։ Հա զրկել եմ, ես էլ եմ Իլհամ Ալիևի մենք կոնսեր ես տվել, բոլոր միջազգային խաղացողները։ Սուրեն ջան, չէ, այստեղ մի րոպե էլի Ռուսաստանը ռեալ պատկերացնում էր, որ ժողովուրդը խաբված է իշխանությունների կողմից, այն իշխանությունների, որոնք իրանք աջակցում են։ կախված է միայն Ռուսաստանից։ Չէ, տեսեք, ես Ռուսաստանի պարագան, քանի որ մենք խոսում ենք, Ռուսաստանի սխալը որտեղ եմ ես տեսնում։ Օրինակ առաջինը այն մարդկանց էին, եւ շատ անկեղծ չէր ասում։ բացի դրանից ինքը գրգախառնվում էր, շատ անկեղծ։ բայց ինքը Նիկոլ Փաշինյանի հետ էր գրգախառնվում, եղբայր, ու ասում է ինքը ազգասեր տղա է։ Չէ, դա երբ էր ասում։ Եվ ինչ կապ ունի։ Չէ, մի րոպե։ Եթե Նիկոլ 21 Փաշինյանը, թվից առաջ։ եթե Նիկոլ Փաշինյանը 2020 նախ Նիկոլ Փաշինյանը 2021 թվականին Պուտինի ու նոյեմբերինի փաստաթղթի առաջ մոմ վառելով է վերարտադրվել։ Եկեք իրեն իրանց անունով կոչենք։ Թող Ռուսաստանը ստեղծել էր մի հատ անվտանգային ճարտարապետության համակարգ նոյեմբերինի փաստաթղթով, որը ի դեպ պարտված Հայաստանի համար շատ լավ ու բալանսավորված լուծում էր, կրկնում եմ, պարտված Հայաստանի համար։ Որից Նիկոլ Փաշինյանը այն մի հատ զապիս հրապարակեց Սերժ Սարգսյանը, ավելի վաղ շրջանի էր վերաբերում, բայց նույն բանը արեց։ Դա գիժ խաղալով, բան խաղալով գորգի վրից թռա, տարավ այդ Պրագայի ֆորմատում Եվրամիության Ղարաբաղը զոհաբերեց, բայց հիմա ես դրա մասին չէի խոսում։ Հիմա ռուսները խիամ մեր համար խորտ, որ Ռուսաստանից ցած ուղիղ հայտարարություններ են լսում։ Ռուսները չեն ուզում իրենց սխալը երկրորդ անգամ կրկնել։ Իրանք էլ Նիկոլ Փաշինյանի հետ չեն խոսում։ Հայաստանի ժողովրդին ասում են, որ այս ավանտյուրիստի անբուժեք իշխանության հետևանքներ է սալնելու, ու շատ ճիշտ են անում։ Որ հետո Նիկոլ Փաշինյանը ձև չունենա էլի ռուսների գրպանը։ Չենք անում, ինչ առաջարկում ես Ռուսաստանը։ Չենք անում մենք։ Նիկոլին չենք անդրում։ Ինքը մեզ ինչա հենց անվտանգային ինչ առաջարկում Ռուսաստանը։ Իսկ ինչ-որ զրույց իրանց հետ տարել են։ Շատ կներեք, մենք ունենք արդեն փաստաթուղթ իրանց հետ 97 թվականից ստորագրած։ Իրանք պատրաստ են պաշտպանել այդ փաստաթղթի դրույթները։ Նախ գլոբալ մի հատ հարցը ու չկա որևէ երկրորդ երկիր նախ աշխարհում, որ քեզ պատրաստ է անվտանգության երաշխիք տա։ Չէ, միգուցե նա չլինի, չէ, միգուցե նա չլինի ու երկրորդը ճարենք մենք։ Գարիլի ստեմով հիմա պոյստանք տենանք անվտանգ։ Չէ, իմ կարծիքով Հնդկաստանի հետ մենք լեզու կարան գտնենք այդ հարցում։ Շատ պարզ Ատոմային շատ պարզ պատճառը, որտեղ շահեր չունի կենսական քո հետ կապ։ Հնդկաստանը չունի, Պակիստանի դեմ չունի, ասենք Ադրբեջանի, Թուրքիայի, մի րոպե, թուրքական աշխարհի մասին է խոսքը։ Թուրքական աշխարհը եթե կայանում է, մենք մտնում ենք թուրքական աշխարհի մեջ, Հնդկաստանը ու Չինաստանը անմիջական վտանգված են։ Որևէ ինչա նշանակում անվտանգության երաշխիք պարագայում, որ մեկը քեզ
անվտանգության գրավոր երաշխիքներ տա, այդ թվում բազա տեղադրելով եւ այլն, Մհմ. եւ պարտավորվի, որ պատրաստ է դիմել ռազմական միջամտության, եթե դու ենթարկվես Թուրքիայի կամ Ադրբեջանի հարձակման։ Ինչ որ Սա ունենք ասում եմ Ռուսաստանի հետ։ Ռուսաստանից բացի Հա։ որևէ երկրորդ երկիր երկրագնդի վրա չկա, որ Ախպեր հարձակվեցին, խիչ գործադրեցին։ մի րոպե, խառնում ենք ինչ-որ բաներ մենք։ Ես Ռուսաստանին երբեք բարեխիղճ դաշնակից չեմ համարում։ Բազմաթիվ չկատարած պարտավորություններ ունի, բազմաթիվ, Մհմ. բազմաթիվ, բայց ուրիշ բան եմ քեզ հարցնում։ Շոր խռովորոքել չենք շփոթում մենք։ Ինչու՞մ։ Հիմա ասում են ջերմուկյան դեպք է, կրկնում եմ բացարձակապես Ռուսաստանի փաստաբանը լինելու ցանկություն չունեմ։ Չէ, հարցրեք։ Ինձանից շատ Ռուսաստանի Արամականների քաղաքացիության մի ինչ որ վարյան։ մեկը չէր քննադատել, բայց Հա։ ասում են ջերմուկի իրադարձություններ եղավ, Մհմ. Ռուսաստանը չէ, էդ է հիմնական մեղադրանքը։ Իմ մոտը այդ չի միակ։ Բա որն է։ Օրինակ 44 օրվա պատերազմի ժամանակ Հայաստանի տարածքներին եղել են հարվածներ F-16-ի Ես կողմից ուրեմն ու Նիկոլ Փաշինյանի հետ մի հատ փակ հանդիպման եմ մասնակցել Մհմ. այլ կուսակցությունների ղեկավարների հետ Մհմ. միասին, խմբակային, կուսակցություն։ այդ օրերն էր, հա։ Ես հենց Նիկոլ Փաշինյանի բառերով շատ հեշտ քեզ պատասխանեմ, շատ հեշտ։ Մհմ. Հետ հիմա է ինքը մանիպուլյացիա անում ուրիշ բաներ խոսում։ Նա ասաց, որ անմիջապես օպերատիվ իր մի խնդրանքին արձագանքելով Պուտինը 102-րդ բազայից դիսլոկացիա արեց Սյունիք ռուսական Այդ լսել ենք։ բաներ, ինչի շնորհիվ պլան ա եղել, որ մեղրին զավթեն, մեղրին չի զավթ։ Հա, ես դա լսել եմ, բայց երկրորդն էլ ես ասեմ, որ ես ոչ մեկի հետ չեմ հանդիպել, բայց ուղղակի տեսել եմ այն կադրերը ոնց է տոչկա ու Պատերազմ, հա, պատերազմ, Վարդենիսում թուրքական F-16-ը հա, խփում։ բայց պատերազմ Ինչի արձագանք չեղավ։ Գոնե բարերով, որ Հայաստանի Հանրապետության տարածքը դա սուվերեն տարածք է, իրավունք ինձ չունեք։ արձագանքից ավելի կարևոր է պրակտիկ քայլերը։ Ու եղավ այդ պրակտիկա։ Պատերազմից հետո եղել է նոյեմբերի 9-ի փաստաթուղթ, որը ամբողջովին երաշխավորում էր Հայաստանի տարածքային ամբողջականությունը, մեր ինքնիշխանությունը, Ղարաբաղի հայկականությունը։ Դրան հասել է Ռուսաստանը։ Դրան հասել է Ռուսաստանը։ Սա մեկ, երկրորդը ջերմուկը։ Որ թվին ա եղել ջերմուկը։ 22 թվականին։ Անգամից ասեմ։ Իսկ 22 թվին դուք ուրիշ իրադարձություններ չեք հիշում։ Այդ ժամանակ Ես հիշեցնեմ մի երկու բան, Սոտկում էլ էր ինչքան հիշում եմ։ երկու բան հիշեցնեմ։ 22 Սևլիջը։ թվականի փետրվարից սկսվում է այսպես կոչված Սոր։ Բրյուսելի գործընթացը։ Այսինքն Նիկոլ Փաշինյանին ամենօրյա ռեժիմով տարբեր Միշելներ, Մակրոններ եւ այլն հուշում են, որ այս ուրբաթ Ռուսաստանի պանեխիդան ա լինելու, Ռուսաստանը հեսա պարտվելու է ուկրաինական պատերազմում։ Լավ ժողովրդական լեզվով եմ ասում, որ մեր ընթերցողը, հեռուստադիտողը բան անի, էլի։ Անկախ կրթական ցենզից ընկալելի լինի։ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 14-ին բազում է խորհրդարան, նույն թվին։ Ասում է հարգելի գործընկերները ինձ հուշել են, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում նշաձող իջեցնենք, Հիշում ենք։ այդ պարագայում մենք կստանանք միջազգային շատ ուժեղ աջակցություն, ճիշտ է։ Որից հետո ջերմուկից անմիջապես օգոստոսի 31-ին Բրյուսելում տեղի ա ունենում Միշել Ալիև Փաշինյան հանդիպումը։ Բայց հարց եմ տալի 2022 թվականի օգոստոսի 31-ին Բրյուսելի հետ եռակողմ հանդիպմանը ինչ են խոսել, ինչի հետևանքով տեղի ունեցավ ջերմուկի էսկալացիան, կամ ինչ են պայմանավորվել։ Իսկ թվում է այն բերած քրոնոլոգիան շատ ավելի տրամաբանական է։ Խնդրեմ, նորմալ ցանկացած իշխանություն պիտի գնա, բայց ոչ թե ղժղժոցի բանի լրբության մակարդակով։ Ռուսների հետ դիվանագիտական խողովակներով պիտի այս բոլոր խնդիրները քննարկվի։ Այո, Ես իրանք դրան իրենց դեմ չեմ։ դաշնակից, Կողմ եմ։ բայց ոչ աղմուկով, այդ աղմուկը Ես կողմ եմ, ես հուշում ասել եմ, որ բանակցությունները պետք է անտանան անգամ Իմիջիայլոց, առանց հայտարարելու դրա մասին։ հարգելի Արսեն, երբ որ ես իմ ռուսաստանցի ինչ-որ գործընկերների հետ հանդիպում եմ քաղաքական կամ փորձագիտական շրջանակների, անդադ բանավեճ ա մեր մեջ ելնում։ Չէ մեկ Իրանց աստվածում։ մոտ էլ շրջանակ կա, որ իրանց քաղաքականությունից խանդավառված չի։ Քանի անգամ է Զատուլինը հարցազրույց տվել կամ այլ գործիչներ։ Որ իրանց մոտ է կա այդ բանը, նես չի, որ իրանք ամեն ինչը օքեյ են համարում, իրանց մասով։ Մհմ.
Այդ բոլոր լուրջ թեմաները քննարկման թեմա են, բայց դուք երկու դաշնակիցների իդեալական հարաբերություններ գիտեք։ Հիմա օրինակներ բերեմ։ Ռուսաստանին ասում եք բարեխիղճ դաշնակից չի, չէ՞։ Ճիշտ ենք անում։ Բամիծոցի երկրները ինչ ասեն Միացյալ Նահանգների։ Այդ իրանց խնդրեմն է։ Չէ։ Մի հատ ուզում եմ մենք միջազգային հարաբերությունների համակարգ Ախր երկրվա հասկանանք։ Սուրենյան ջան, ինձ մի հատ դեպք ասեք, Պերյամոյի դեպք ասեք, Արամ ջան, այս վերջի հարցն եմ տալիս միջև քո։ Մի հատ դեպք ասեք, որ Հայաստանի Հանրապետությունը կոպիտ ձևով խախտել է դաշնակցային հարաբերությունները եւ ինչ որ մի հատ բան արել, մինչև Նիկոլ Փաշինյանի մասին է խոսքը, մինչև 18 թիվն է Իսկ խոսքը։ միջև 18 թիվը ռուսական հարաբերությունում լուրջ խնդիր է եղել։ Իհարկե եղել է։ Ինչ ա եղել։ Լուրջ խնդիր ա եղել, որ Ռուսաստանը 6 միլիարդի զենք է վաճառել մեր թշնամուն։ Չեք գտնում, որ դա լուրջ խնդիր է։ Ուրեմն Միացյալ Նահանգները էլի սպառազինություն տարբեր երկրների ա վաճառում, որոնք իրար հետ խնդրահարույց Ինձ հետաքրքիր չի Միացյալ Նահանգները։ Կարա Արսեն ջան կասության քաղաք։ Ես ուզում եմ Ռուսաստանի հետ հարաբերությունները տալիս եմ տուր։ Դա հավասար հեռավորության քաղաքականության մեջ է իրաց տեղավորվում։ Իրանք 2001 թվականից շատ անկեղծորեն ասել են Հարավային Կովկասում երկու դաշնակից ունեն։ Ու Խապելով չեն արել քեզ դա։ Հասկանում ես, ինչ-որ հույնի կամ թուրքի մտքով կարա անցնի Միացյալ Նահանգներին ստիպել, որ երկուսից մեկին զենք չվաճառի։ մի րոպե, հագամարտող կողմի նախագահները պարտավորված էին, որ զենք չվաճառեին, նախ առաջինը դա պարտավորվածություն է, ինքը ոնց չկա։ Չկա Նորմալ եկեք մեկ մի քիչ վերադառնանք համենայն Ահա։ Հայաստան։ Համենայն դեպս Լավ բան չի արել, չեմ խրախուսում, միանգամից ասեմ Ռուսաստանը, լավ բան չի արել։ Ես տեսնում եմ մեր հարաբերությունների միանշանակ ոչ լարված, սենց ասեմ, ոնց ասեմ, ես չեմ ուզում Բայց տշնամի ես բան ասես Արսեն ջան, միանգամից որովե լուրջ մարդ քեզ կներես Արամ ջան քաղաքադարձի։ Այդ զենքը միևնույն Ադրբեջանը ձեռք էր բերել։ Թող ձեռք բերեր, ումից ասես իմ ընկերոջից թող ձեռք չբերեր։ Իսկ կոնկերը զենք վաճառելով գուցե կարողանում էր Հա, հավասարակշռել։ տեսա ոնց հավասարակշռեց ու ասես մենք արինք այդ օպերացիան։ Գիտես սկզբունքորեն Լավ է։ Այս զրույցի մեզ գիտես քիչ շատ սկզբունքորեն չեմ մտնում։ Դա պատերազմից սպառազինությունների վաճառքի պատճառով չի։ Քիչ եղե, բալանսը ահա որ ձևի փոխվել է։ Չէ, բայց այդ կարգի չէր, Սուրենյան ջան։ Հետո բալանսը փոխված էր։ Այդ կարգի չէր։ Ուրեմն 90-80% սպառազինությունը ձեռք է բերել Ադրբեջանը Իսրայելից ու Թուրքիայից։ Ռուսական Ես ուրիշ տարբերակ Չէ, գիտեմ։ ես ակնհայտ ուզում եմ համենայն դեպս մենք վերադառնանք մի քիչ։ Էսի թեմա է, որը մենք մի անգամ չենք խոսել։ Այո։ Եկեք ասեմ դեզրափակիչ մի հատ sense մոմենտ ասա։ Իմ էզևի թես այսօր եկալենտի վրա կա երանգյուն։ Հիմնականում ԱՄՆ, Չինաստան, տնտեսական եւ այլ ընդհարումներ։ Ու երրորդ կողմը Ռուսաստանը որպես հավասար ժողով։ Ու իմ հասկանալով Եվրամիություն, Հնդկաստան եւ այլ երկրներ, դրանք ընդհանրապես գործոններ են կամ գործընկերներ։ Չէ, դրանք երկրորդ հիմա ուղղակի նոր աշխարհակարգում ձևավորվում է այսպես կոչված տարածաշրջանային լիդերների ինստիտուտ, ձեր ասած Հնդկաստանը, Եվրամիությունը, ինչքան էլ մեր համար տարածա Թուրքիան եւ այլն մտնում են այդ տարածաշրջանային երկրորդ դիգայի լիդերների այո։ Դրա համար եթե մենք ուզում ենք նայենք եկագնդի մասշտաբով, հարկավոր է նայել այդ երանգյունու մեջ մնացած երկրները։ Այդ մոտիկացած այդ երանգյուններից մի կողմի վրա։ Այո։ Ճիշտ եմ հասկանում։ Այո։ Դրա համար ասենք ստեղ Հնդկաստանի դերը ես այդքան մեծ դեր չէի տա, ինքը կարելի չէ։ Հնդկաստանը այդ պարտավորությունը քեզ չի տալու։ Սկսենք տեղից, չի տալու այդ պարտավորությունը։ Բայց մենք վերադառնանք 12 թվական։ Ընդ որում Պակիստանն էլ Ադրբեջանին չի տալու։ Որովհետև չի կարող նման երաշխիք։ Ինքը լավ աջակցություն տվել է 44 օրվա Այդ ուրիշ ժամանակ։ խնդիր է։ Բայց մենք չենք ունեցել, չէ՞, այդ կարգի աջակցություն։ Ես չեմ ասում вообще չենք ունեցել։ Ռուսաստանը մեզ բավականին օգնել է, նաև դուք մատնանշեցիք մի բան, որ Սյունիք կարող է գործնենք, բայց մենք Արսեն ջան համարժեք չստացանք, այն ինչ որ 30 տարի տվել էինք։ Ցանցակ համակարգը
համեմատում ենք ոչ թե դրա չգոյությանն հետ, այլ ինչ-որ իդեալական բանի հետ, որը գոյություն Ախր չունի։ իդեալական չէ, եթե ես ձեր հետ ընկերություն եմ անում, անմիջական Բայց ես մեր նվիրված հաղորդման եմ իմ ժամանակ ընկերության։ մի բան ասեցի ձեզ, չէ, դու ամբողջովին նվիրված չես։ Ոնց, բա դե ասում եմ, մատնանշեք։ 2011-12 թվերից գնա այս Հիշմանը իմ ասած պլանով 5 շրջանակ Ահա, անցնի, ես տեր եմ նոր ստատուս քվոյի եւ քո ահա, անկարգության, ահա։ դու անդադ իրան խաբել ես։ Բա որ խապել է, ինչ ես բայել այդ մարդկանց այս իշխանությանը։ Ինչ Բայց ես ինքը աջակցել։ փոխի կամ բայես։ Բա ով է։ Դե ուրեմն բանը պիտի ճիշտ աներ, երևի Թրամփի պես Մադուրոյի առևանգման օպերացիայի Թող աներ, տեսներ, թող երևի։ աներ։ Երևի թե Դա ես արդեն ուրիշ ծապարեի։ խնդիր է։ Դա արդեն ուրիշ խնդիր է։ Ну, եթե այդ բանը աներ, մենք հենց կկարծ կգնար նահանգի դրությունը։ Վերադառնա Հմ։ 12 թվական։ Իր մոտ կոդված Փաշինյանի կողմից։ Ինչքանով է դա իր ինքնուրույն մտահղացումը։ Ու ինչքանով դրա տակ հնարավոր է լինի ուրիշ ազդեցություն։ Որ հոդվածների Այդ մաս։ երկու հոդվածի մասին որ դուք պատմում եք։ Գիտեք, դժվարանում եմ ասեմ, համենայն դեպս ես կարող եմ ասել, այն ժամանակվան դիմության մագիստրալ գիծը չէր դա։ Որտեվ ես Լևոն Տեր-Պետրոսյանին ու բոլոր երկու նախկին նախագահներին անձամբ եմ ճանաչում։ Իրանց բոլոր թերությունների հետ միասին այդ մարդիկ ամենայն դեպս պետական մտածողության ինչ-որ մակարդակ ունեն, որ այդ կարգի մելքի բաներ, հա, ասեմ, մելքի բաներ թույլ չտան որ լինի։ Բայց որ 2000 հատկապես 12-ից հետո Նիկոլ Փաշինյանը ավտոնոմ ինչ-որ շփումներ ա ունեցել Ռուսաստանում էլ, Ռուսաստանից դուրս էլ, դա ինձ համար ակնհայտ է, իր նախկին թիմակիցներն են բացահայտում իդեպ, այդ ես չեմ ասում։ Ես հեռու եմ այն մտքից, որ Նիկոլ Փաշինյանին ինչ-որ մեկը բերել է, պարզ ասեմ, 18 տվին։ Կար ժողովրդի դժգոհություն, Ահա։ ինքը շահագործեց այդ ժողովրդի դժգոհությունը։ Իդեպ ես 2018-ին հեղափոխության դուրս եկած տասնյակ հազարավոր մարդկանց դեմ որևէ բան չունեմ։ Այդ մարդիկ ճիշտ են արել, դեռ հին համակարգով զզվացրել էր ժողովրդին, մարդիկ ընդվզել են։ Հեղափոխությունն ժողովրդին խաբել է մի մարդ, Նիկոլ Փաշինյանը։ Բայց որ հիմա Նիկոլ Փաշինյանը օտար օրակարգերի սպասարկող է, դա ակնհայտ է։ Հիմա ինքը ամբողջության մեջ սպասարկում է Բաքվում մշակված օրակարգերը։ Գիտեք ինչու հետ համաձայն չեմ, պարոն Սուրենց։ Այ եկանք այն հարցին, որ ասում եք սիրում եք, որ դենց հարցեր են տա։ Հա։ Ինչի իրան թույլատրվեց օրինակ բանը հանրային դուրը ջարդել, մտնել, չձերբակալվել, չտարվել, չպահվել, չդատվել, ու հետո մի բան էլ էսենց ասեմ, էլի, որ արևմուտքի կողմից ողջունվում էր մի հատ ուրիշ ձև, այս ամեն ինչ է շարժումը եւ այլ եւ այլն։ Եվ հիշենք Սերժ Սարգսյանի խոսքերը էլի վերջապես։ Ասես սա Նիկոլ Փաշինյանի դեմ չէր։ Երկիր։ Դա Այսինքն չի նշանակում, որ Նիկոլ Փաշինյանին հատուկ բերեցին։ հատուկ Պետք էր վարել այնպիսի արտաքին քաղաքականություն, որ աշխարհաքաղաքական բոլոր կենտրոնների հետ հակադրության դուք ռեժիմի չեք համարում, որ աշխատել են հատուկ մարդիկ են աշխատել այդ զոմբիացման process-ին բոլորից գծելով, որ բոլորս Ուզում եք ծափ էինք ասեք, տալիս։ նախկին համակարգ այնքան պայլուն էր կառավարում, որ դժգոհության հիմք չկար։ Չէ, ես տեսեք, հիմքը կար, բայց որ իրան աջակցել են դրսի ուժեր, ես դրանում մի վարքյան չեմ կասկածում։ Այդ ոչ մի գիտես Արսեն ջան, արի sense բան պայմանավորվենք։ Այդ վարկածն եմ ես հարգում։ Նիկոլ Փաշինյանը հաստատ Ենոք Հավանի ժառանգություն չի ստացել իշխանություն, մի օր զրկվելու է, պապուս չի ստացել էլի։ Այդ բոլոր հարցերը քննության թեմա պիտի դառնա։ Նաև քո ասած դրվագներ անշուշտ։ Արամ ջան, վերջի հարցն է դու տուր, որովհետև այսօր քեզի քիչ հնարավորություն տվեցինք։ Վերջի հարցն է տուր, վերջացնենք արդեն աղոտ։ Ամենայն դեպս էլի ասենք մի շաբաթից ընտրությունը։ Մի շաբաթից։ Հարց. ինչով է բարգավաճ Հայաստանը։ Լավ կամ վատ։ Ինչու բարգավաճ Հայաստան, ոչ թե ՔՓ կամ ոչ թե Քոչարյան կամ ոչ թե ինչ-որ մեկ։ Տեսեք, Բարգավաճ Հայաստանը ընդհանրապես սկզբունքային ընդդիմություն լինելով հանդերձ կայունացնող գործոն է։ Բարգավաճ Հայաստանի միջոցով իշխանափոխությունները ավելի անցնցում կարող են տեղի ունենալ,
որովհետև մեր էլեկտորալ կառուցվածքով, մեր թիմի կառուցվածքով մենք կայունացնող որոշակի դերակատարություն ենք ունեցել միշտ պետության քաղաքական կյանքում, թե մինչև 18-ը, թե 18-ից հետո։ Այդ շատ պարզ ճշմարտությունը Նիկոլ Փաշինյանը չի գիտակցում, բայց երբ որ ինքը հունիսի 7-ին իրեն կզրկի եթե զրկի իրեն քաղաքակիրթ հեռանալու հնարավորությունից, հետո իր մաշկի վրա այդ կզգա ցնցումներով հեռացման դեպքում։ Բարգավաճ Հայաստանը կայուն եւ անցնցում փոփոխությունների խորհրդանիշ է, այ դրա մաս։ Ամեն դեպքում մոդելում ենք արդեն ավարտին, հարգելի հետևորդներ, թույլ տվեք եզրափակենք այս մեր այսօրվա շատ sense կարելի ասել հետաքրքիր զրույցը։ Բավականին Բուրըն ու հետաքրքիր, բայց էսի խոսալու առիթ է տալիս հետագայում մենք Չէ, անպայման ես կխոսենք։ միայն շատ շնորհակալ եմ, շատ բովանդակային զրույցեր, սուր, բայց բովանդակային անկյուններով։ Ես խնդրում եմ իմ կողմից շնորհակալություն հայտնել Բարգավաճ Հայաստանի բոլոր ղեկավար մարմիններին եւ բոլորին ինչու համար, որ այն ինչ որ ես 3 տարի ասում եմ, ճիշտ է դուք չեք լսել դրա մասին, բայց դա իրագործվում է։ Դուք չեք գնում պրովոկացիայի, չեք մտնում այն դաշտ, որտեղ Նիկոլ Փաշինյանը ձեզ քաշում է, ուղղակի քաշում է։ Այդ որ սենց էլի խառը ամեն ինչը, բոլորը բոլորին հայոյում են, բոլորը բոլորին բան են, մնացեք ձեր կեցվածքի մեջ, ես Այնքան բանականություն ունենք, որ 6-րդ պալատ ես ուրախ եմ, որ ձեր նման ուժ կա Հայաստանի Հանրապետությունում եւ հաջողություն եմ մաղթում շատ անդիմությանը։ շնորհակալ եմ, շատ Շնորհակալություն։ շնորհակալ եմ։ Հարությունյան